Պարոն Հակոբյան, Հայաստանում կատարվում է մի բան, որը կարծես թե ժամանակակից աշխարհում ոչ միայն տեղ չունի, այլ նաև չունի իր նախադեպը։ Իշխանությունները բարոյական եւ կրոնական դասեր են տալիս հոգևոր իշխանությանը, հոգևորականներին եւ պատժում են բոլոր նրանց, ովքեր կանգնում են եկեղեցու կողքը։ Իդեմս Սամվել Կարապետյանի, որի դեմ բռնաճնշումները կարծես թե իշխանությունները ավելի ու ավելի շատացնում են։ Մասնավորապես քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել այսօր Տաշիր գրուպ գլխավոր գրասենյակ էին մտել ԱԾ աշխատակիցները, 3 ուրեմն Դալմա Գարդեն մոլում էին, դրանից առաջ Տաշիր առևտրի կենտրոնում էին եւ այսպես շարունակ։ Հանգամանքները եւ պատմությունը բոլորին է հայտնի, հիմա նախաբանին չգանք, թե ինչու եղավ այն ինչ որ եղավ։ Ավելի ճիշտ ինչի համար է իշխանությունը սա անում, եթե այսպես փորձենք ձևակերպել։ Ինչի է ուզում հասնել իշխանությունը այս քայլերով։ Որն է վերջնանպատակը, միայն հեծը։ Տեսեք, իմ կարծիքով այլևս այս մարտիկը այսօրվա իշխանությունը այն բանին համար, որ հասած են իշխանություն, այդ գործարքն է որ կկատարեն։ Այսինքն առաջ եթե քախնի գխաղային, այս բանոն արդեն ամեն ինչ բացահայտ ցևով կխաղցվի։ Այսինքն 2018-ի բադահած այսպես կոչված Թավշյա հեղափոխությունը ուներ իր ծրագիրը։ Այնպես չէ, որ ժողովրդային բորտկումի եւ այլն, ճիշտ է որ այդպես քողարկված էր, ճիշտ է որ բահը մոմենտումը օգտագործված էր, բայց այս մարտիկը որոշ եւ հստակ առաքելությամբ մահասան իշխանության եւ քայլ առ քայլ իրենք սկսան գադարել իրենց հանձնարարված բարդականությունները հասնելով մինչև այս պահը, երբ ի հայտ եկավ, որ անշուշտ առաջին օրեն եկեղեցի ինտեմ բայկարը գար, սակայն այնպես այսօր այնպիսի իրավիճակն է ստեղծված է, որ Հայաստանի ցարաքելական Սուրբ եկեղեցին այդ միակ համասկային հիմնարկն է, որ այս իշխանության քաղաքականության թեմ բացահայտ հայտարարություններ կրնանել։ Եթե այսօր նստենք մտածենք, որ որն է այն ասկային հաստատությունները, որ Արցախի մասին գխոսի այսօր, Հայաստանյան ցարաքելական Սուրբ եկեղեցին է։ Որն է այն իշխանությունը, որ կքննադատե, որն է այն ասկային հիմնարկը, հաստատությունը, որ բացահայտ կքննադատե թեկուս քաղաքագիրտ ոճով այսօրվա իշխանությունները դարձյալ Հայաստանյան ցարաքելական եկեղեցին է։ Որն է այն հաստատությունը, որուն հաշիվը գնե թշնամին, թշնամին այս բարակային Թուրքիան, Ադրբեջանը միասին հաշված եւ բացահայտ գարդահայտվի այդ հաստատության թեմ դարձյալ Հայաստանի ցարաքելական Սուրբ եկեղեցին է այնտեղ բատնեշի վրա, որ աչքի փուշն է այդ երկիրներուն կամ մեր թշնամիներուն։ Հետևաբար ժամանակն է այս իշխանության գադարելու իմ կարծիքով իրեն հանձնարարություններ են գլխավորակույնները մեկը չեզոքացնել եւ կամ հարվածի դակ պահել եկեղեցին եւ ինչ է այն տասական ցևը հաստատությունը չեզոքացնելու անոր գլխավորը գլխադելն է ճագերտի մեջ անոր գլխավորին հարվածելն է այս բարակային վեհապար հայրապետին Մենք տեսնում ենք, որ այո, մենք տեսնում ենք ներողություն, որ հարվածում են ոչ միայն վեհապարին, այլ նաև վեհապարին սատարողներին, առհասարակ մայրաթորին սատարողներին, Սամվել Կարապետյանի դեպքը վառ օրինակ, դա այդ դեպքով միայն կավարտվի այս ամեն ինչը, թե շարունակվի։ Ես կգարձեմ, որ Սամվել այսին վերջին շրջանը նկատի եթե ունենանք Սամվել Ղարաբեդյանն սկսած հասնելով մինչև Միքայել Սրբասան, այս միտքը ես կրկնելու քինով գսեմ, իշխանության գոմե սոցիալ հոգեբանական սովորական դասական գործիքակազմը կորզածելու ցև մնե։ Այսինքն այսպես տնենք այդ գործիքակազմին անունը փորձնական փուչիկ է, փորձնական փուչիկները որ գարցակի եւ կսպասե անոր հագաստեցությունը ժողովուրդեն կամ հանրութեն են։ Օրինակ Սամվել Ղարաբեդյանը անգախ այն պատճառներեն որ օրինական կամ ապօրինի պատճառներով որ ցերպակալվեցավ այս մարդը
այս մարդը սովորական շարքային քաղաքացի չէ վերջո։ Այս մարդուն յետևը կա խոշոր հաստատություններ եւ այդ հաստատությունները ունին իրենց, ասենք, շահառուները, աշխատակիցները եւ այլն։ Իշխանությունը որոշ ենթադրեմ որոշ հագաստեցություն մը գագնգալեր այս խումբեն որ ափսոս որ մինչև այս պահ չեկավ չնայած որ քիչ մը ուշացումով հուլիսի 4-ի մասին հայտարարություն մը գա եւ այդ մեկը գինա այս ճիշտ ասած փորձնական փուչիգի ծիրեննես այսինքն պետք է իշխանության համար պետք է հասկանա որ ուր են իր գարմիրքի ձերը եւ ուր է որ ժողովուրդը այլևս անզսպելի անհանդուրժող գտար երբ որ մինչև հուլիս 4-ի կալը եւ փորձնական այդ փուչիգին արդյունքը տեսնելը մինչ այդ երբ որ առաջին բահով պետք եղած հագաստեցությունը չեղավ իշխանությունը անցավ երկրորդ փորձնական փուչիգին որն էր Պակրատ Սրբազանն էլ սովորական գրոնական եկեղեցական ղեկավարը չէր կամ մարզի առաջնորդը չէր այլ նաև Սրբազան պայքար գոչված շարժումին ղեկավարը, որ տասնյակ հազարներով մարդոցմով Դավուշեն հասավ Երևան։ Հետևաբար յետևը գա խոշոր զանգված եւ այդ զանգվածեն ինչ որ հագաստեցություն ակնկալելի էր դարձյալ այդ փուչիգի դրամապանությամբ փորձնական փուչիգի դրամապանությամբ որ դարձյալ ափսոս որ պետ եղած հագաստեցությունը կոնե ես չտեսա գետնի վրա երբ որ այդ փորձնալ բարեհաճող անցավ բարեհաճող այս բարակային ճագերտի մեջ ինը բաստ իշխանության անցան Միքայել Սրբազանին որ դարձյալ սովորական եկեղեցական չէ այլ իր յետինգա քաղաքը եւ այդ քաղաքը սովորական քաղաք չէ Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքն է իր ինտիմատիր ավականիով որոնք մինչև այս բառ բավարարվեցան ինչ որ թադաբարդումի հայտարարություններով իսկ ով գանե թադաբարդումի հայտարարությունը ան որ կետնի վրա փանչուզեր աներ կամ չի գնալ անել հետևաբար այս փորձնական փուչիկներն են իմ գարձիկով արձակվածները եւ ժողովրդին գմնա մի բահ այնպիսի ագաստեցություն ցույց տալ որ այդ փորձնական փուչիկը կամ հերթական փորձնական փուչիկը բայթի հենց զայն արձակողին տաշտին մեջ Իշխանության պատճառը հիմնավորումները կարծես թե նույն ժանրից են եւ չեն փոխվում։ Հիմնականը եթե վերցնենք, հա, որից ածանցվում է մնացած ամեն ինչ։ Ասում են եկեղեցին զբաղվել է քաղաքականությամբ։ Հիմա արդյոք այս քայլերով, այս բռնաճնշումներով, քաղաքական հետապնդումներով, քրեական բարույթներով իրենք եկեղեցուն չեն դրդում ավելի զբաղվել քաղաքականությամբ, այսպես ճակերտավոր կամ պայմանական Եվ ծուղակ չի ստացվում եկեղեցու համար, այսինքն եկեղեցուն դրդում են, որ եկեղեցին սկսի անել քաղաքական ավելի ինտենսիվ հայտարարություններով հանդես գալ քաղաքական եւ հետո եկեղեցուն սկսեն մեղադրել ապացուցելը, որ ահա վառ օրինակ դուք սկսել եք զբաղվել քաղաքականությամբ, շարունակում եք զբաղվել։ Նախ պետք է այս իշխանության հասկացնել, եթե անշուշտ չեն գիտեր, թե չգտնալ գցեվացնեն կոնե բարակուլուխի մագարտակով, որ քաղաքականության եւ ասկային գործի մեջ բարակ քիծ մգա։ Եկեղեցին հրածը քաղաքականություն խաղալ չէ, այլ իր ասկային թերը ստանցնած հաստատության կամ իր ասկային թերին գիտակցություն ունեցող հաստատության նորմալ գործելացևն է։ Մենք ասկային ճգնաժամի մեջ ենք, ոչ միայն քաղաքական ճգնաժամի։ Եվ եկեղեցին իր թերն է որ կգադարե, ինչպես որ գադարած է հայոց մամուտյան ամբողջ վերջին 1700 տարիներուն եւ երբ pedagogiություն չեն ունեցած, կամ ունեցած ենք ասկային քաղաքական ճգնաժամեր, եկեղեցին իր խոսքը ասած է, առաջնորդած է եւ ժողովուրդը գերբովը հաստուցած է աբահով ափեր։ Ինչ կվերապերի թրթումին, այո թրթումը գա ոչ միայն քաղաքականությամբ սպաղեցնելու, այլ նաև խլրդումը ստեղծելու եւ խոշոր սկանդալներով առաջնորդվելու։ Այդ մեկը հստակ կդառնար Միքայել Սրբազանը ճակերտի մեջ կամ իրական ցերպակալելու գործողության բահը դեղը ռոբեն այսինքն ընտրեր էին այնպիսի ժամ ոչ այդ քաղաքագետ աշխարհի մեջ կամ այն աշխարհին հետ որ գուզեն նմանեցվիլ
Հայաստանի իշխանությունները երբ որ մեգում հարցակնության պիտի կանչեն եւ այնտեղ գա ամեղության վարգածը նամակ մնե ընդամենը գուղարկվի ժամ բահ եւ այլն գճշտվի եւ այդ մարդը իր փողաբը գաբած կամ իր սկեմով կամ ինչ որ է գներգայանա պատկան մարմիններ չներգայանալու բարակային է որ գանցնի իշխանությունը գանցնի իր մյուս կորձիկագազմին որն է ոստիկաններով կամ իրավաբար համագարկով երթալ ցերպակալելու։ Սակայն առանց այս նորմալ կորձընթացը անցնելու, ընդրել էին ամբիսի բա, որ էջմիածնի մեջ կամ մայրաթորի մեջ գար եկեղեցականներու, քահանաներու հսկա ժողով, որոնք նորմալ է, որ պիտի հագատարցեին իրենց հոգևոր եղբոր կամ հոր ցերպակալման թեմ կանգնելու եւ այդ մեկը գրնար շատ ավելի զարգանալ եւ պիտի այնտեղ պիտի միանար դերբին ժողովուրդը կամ մայրաթորին տրոշահագիր մարդիկ եւ խոշոր սկանդալ մստեղծվեր։ Բարեբախտաբար այնքան չի ծավալեցավ, որ իշխանությունը մատնացույց աներ, որ ահավասիկ ապստամբություն մնե, որ կգադարվի իշխանության դեմ եւ այլն, եւ բարեբախտաբար իշխանության այդ նպատակը դարձել այստեղ միշտ հարցական է այս նպատակը, ես իմ կարծիքս որ գարդա այդեմ, չի իրագործվեցավ եւ Միքայել Սրբազանը գամովի ներկայացավ քնչական հետո Թադարան առաջնորդվեցավ եւ մնացածը արդեն գիտենք։ Այ ես նաև դեպքի վայրում եմ այսպես եթե ձևակերպելու լինենք վերադառնալով Սամվել Կարապետյանի դեպքին պարոն Հակոբյան տեսեք եկեղեցուն պաշտպանելու Սամվել Կարապետյանի նկարտումները պսակվեցին կալանքով իշխանությունները նրանից փորձում են խլել հեծը հայ էլեկտրական ցանցերը հիմա այսօր Փաշինյանը պայման դրեց հեծի աշխատակիցների առաջ որ եթե չմասնակցեն իշխանության դեմ եթե մասնակցեն ներողություն իշխանության դեմ ցույցերին ապա կկորցնեն աշխատանքը, եթե չմասնակցեն, ապա ինչ որ օգուտներ կգան, հա, այո։ Հիմա մենք նաև հիշենք Փաշինյանի խոսքերը, որը ասվում էր Եվրամիության բարձր ամբիոնից, Հայաստանը պատրաստ է Եվրոպային այնքան մոտ կանգնել, որքան Եվրոպան թույլ կտա։ Այս պարագայում դժվար է պատկերացնել, որ անգամ Մակրոնի շուրթերից հաշվի առնելով Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցը նաև կարելի է ինչ-որ մի օր լսել, որ Մակրոնը օրինակ ֆրանսիական Peugeot-ի աշխատակիցներին կոչով դիմի եւ ասի, եթե դուրս եկաք իմ դեմ բողոքի ցույցի, ապա դուք կկորցնեք ձեր աշխատավարձը օրինակ 3 ամսվա աշխատավարձը կամ աշխատանքը։ Եվ այս իշխանությունները, քանի որ շատ են Պուտինին դիրքավորել իբրև բիրտուժի կողմնակից, իբրև ուրեմն բռնապետական երկրի առաջնորդ, նույնը անգամ նաև դժվար է լսել Պուտինից եւ նման նախադեպեր էլ չեն եղել։ Հարցս հետեւյալն է, հիմա այսքանից հետո Եվրոպան որքան մոտ կթողնի, որպեսզի Հայաստանը առաջանա դեպի իրեն, քայլի դեպի իրեն, դեպի եվրոպական արժեքներ, դեպի Եվրամիություն։ Տեսեք, նշեցիք հերախոսազրույցի մասին, որուն մանրամասնությունները մեզի հայտնեց այդ հերախոսազրույցին մասնակցած գոմերեն մեկը։ Հիմա այստեղ հարցական է, որ ինչքանով հավաստի է այդ տեղեկությունը։ Չէ, երկուսն էլ խոսեցին, երկու կողմն էլ հաղորդագրություն է տարածել, ֆրանսիական, հայկական։ Եթե ֆրանսիական կողմը հաղորդագրություն տարածել է, ուրեմն Ֆրանսիայի կամ Եվրոպայի համար ուրեմն առաջին բահը չէ երկու չափ երկու գշիր քաղաքականության։ Եվ այսի Ֆրանսիայի վես երկրի համար իրապես որ ամոթ է, այն իմաստով, որ ֆրանսիական պետությունը, Ֆրանսիայի հանրապետությունը հիմնված է 3 կարևոր սկզբունքներով վրա, որն է եղբայրություն, հավասարություն եւ ազատություն։ Այստեղ հագասություն կա իր քաղաքապարախոսության, հանրապետության քաղաքապարախոսության եւ նման հաղորդակցությամբ հաստատելու ըսվածը։ Հետևաբար այսի լուրջ հարց է եւ երկու չափ երկու գշիրի բարական չափազանց ցավալի է իսկ եթե այդալ պիտի շրջանցենք այս ոչ թե շրջանցենք այլ վարյամ մեկ կողմ տնելով խոսենք գետնի վրա կատարվածի մասին եւ Նիկոլ Փաշինյանի նոր քրարումներուն կամ հայտարարություններուն կամ ճագերդի մեջ սպառնալիքներուն այդ մեկը ապա դասական բռնադիրության գործիքներուն մասի գազմ է
մանավանդ այնպիսի բռնադիրություններու, որ հալածախտե գտարաբին։ Այսինքն, դաշիրը նշեցիք դուք, դալմամոլը նշենք, սեփական շենք մնե, որում վրա սեփականադիրոջ նկարները տրված են։ Այդ նկարները վարպերելը գեղագիտական իմաստով թերևս ճիշտ է եւ քաղաքապետության մի իրավունք ունի, բայց այս բահուն այդքան ագրեսիվ, այդքան աջաբարանող եւ այն այս բոլորը ցույց կտան դասական բռնադիրությամբ հարազախտի հոգեվիճակը։ Նույնը գվերապերի այդ հայտարարություններուն, այդ իրապես ժողովրդավարության հագասող հայտարարություններուն, ինչպես որ դուք Peugeot-ի տարբերակը նշեցիք եւ խոսեցաք ռուսական կողմի մասին, որ ցանոթ է ավելի Փիրդուշով ղեկավարելու երբեմն ալ թերևս նման երկիրներում մեջ կարևոր է նման օրինակ աշխատելացել։ Սակայն եւ ամբես հուրիշ գենթադրեմ, որ դարձյալ հալածախտի արդյունք է կամ վախի արդյունք է այն իմաստով հայկական կողմի բարակային իշխանության բարակային գուցե նկատի ունի այս բարական կամ հուլիսի 4-ի հավանական խոշոր ցույցը կանխելու միջոց մներ այդ հայտարարությունը թեգուս ժողովրդավարություն հագասելու կնով։ Շատ լավ, եւ վերջին հարցը մենք քանի որ խոսեցինք Եվրոպայի կողմից չափից ավելի ներողամտությանը Փաշինյանի քայլերի նկատմամբ, առնվազն այն ինչ որ այս պահին ենք տեսնում, ամենայն դեպս դրա մասին է թույլ տալիս խոսել, այս տեմպերով 2026 թվականի ընտրություններին շատ կոպիտ ընտրախախտումները եւս կարող են ներելի համարվել Փաշինյանի համար։ Ափսոս որ պիտի գրկնեմ երկու չափ երկու գշիրի բարական, այո, եթե այսօր այս բոլոր եղածը կշրջանցվի եւ այս բոլոր եղածը հաշտ աչքով գտիտվի Եվրոպայի կողմի այս բարակային եկեք ամբողջ Եվրոպայի վրա չընդհանրացնենք Մակրոնի բարական, այսի Ֆրանսիայի հատուկ բարակա է այս բահուն դակավին, սակայն եւ ամբես այո, անպայմանորեն գրնագրկնվիլ, եթե այս իշխանության դերերուն կամքը այն է, որ այս իշխանության բարակուլուխը պետք է շարունակի իր պաշտոնին վրա։ Եթե այդպես բամը պետք է այս իշխանության դերերուն, ապա այո, նմանօրինակ եւ շատ ավելի վատ խախտումներ կարելի է ակնկալել, մանավանդ որ 2026-ը 2018-ին կամ 21-ին չի նմանիր ժողովրդային ռեյտինգի առումով, այդ ռեյտինգը գրեթե կետնին հավասարած է եւ այդ ռեյտինգը հավասարակշռելը կլինի միան Փիրդ ուժով կամ ահավոր խախտումներով, որ ակնկալելի է եթե այս իշխանությունը անշուշտ թիմանա մինչև 2026, որովհետև այս բարակային ես Լիբանանյան ասացված ուզեմ գործածել, որ այս բարակային բավական տիպուկ է, անիմաստով, որ այնտեղ այս նման ասացված մգա, որ գսե ով հերացող քու դքեղ արարքները շադացուր։ Ամենադքեղ արարքներն են, որ կգադարվին, որ նաև գրնակ անխանշանը լալ հերանալու բահուն մեկնարկին։